Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը փետրվարին ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Բեռնդ Բրյուների գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ավելի քան 4 միլիոն եվրո բյուջեով դրամաշնորհային եռամյա ծրագրի մանրամասները, որ նախատեսվում է իրականացնել Արարատի եւ Արմավիրի մարզերում։ Նոր նախաձեռնության հիմնական նպատակներն են սերմնաբուծության ոլորտի մրցունակության բարձրացումը, հողի կայուն կառավարումը եւ օրգանական ոլորտի զարգացումը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաեւ ավստրիական զարգացման գործակալության հետ համագործակցության հետագա խորացման եւ ընդլայնման հեռանկարային այլ ուղղությունների շուրջ։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն շարունակում է պայքարը ստվերային տնտեսության նվազեցման, հարկերից խուսափելու դեպքերի կանխարգելման եւ մաքսային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ։ Օրերս այրում մաքսային անցման կետ ժամանած Թբիլիսի-Երևան մարդատար գնացքի մաքսային հսկողության ժամանակ պետական սահմանից ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության թիվ 13 բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության ընթացքում պարզել են, որ գնացքում արկա է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք։ Ուղևորներից ԱՏ-ի մահճակալի տակ թաքստոցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 3 մեծ պայուսակ, որոնց մեջ եղել են 45.5 կիլոգրամ քաշով տարբեր տեսակի դեղամիջոցներ։ Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման մասին արձանագրություն, նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն։ Փետրվարին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում կայացել է ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար, հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։ Նախարարությունից հայտնում են, որ նիստի ընթացքում ազատ տնտեսական գոտիների կազմակերպիչների եւ շահագործողների ներկայացրած հաշվետվությունների եւ հայտարարագրերի հիման վրա քննարկվել են 2025 թվականի գործունեության արդյունքները, ինչպես նաեւ ազատ տնտեսական գոտիների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Մեղրի ազատ տնտեսական գոտու ընթացիկ գործունեությանը եւ հետագա քայլերին։ Քննարկումների արդյունքներով կայացվել են համապատասխան որոշումներ եւ տրվել է հանձնարարականներ։